Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ գրող հրապարակախոս Հակոբ Նալբանդի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Նալբանդ։ Ազուփարին, պարոն Գիրագոսյան։ Դուք ինչպես եք մեկնաբանում հայ-իրանական զորավարժությունը, արդյոք սա պարունակում էր իր մեջ քաղաքական ուղերձ, թե ոչ։ Այո, 100% շատ մեծ ուղերձ է այս մեկը։ Ես կգործեմ առանց ամերիկյան քարտ բլանշի համացայնության այդպիսի բան հնարավոր չէ։ Եվ այստեղ գարձեք թե ամերիկյան եւ իրանյան ուղերձ ուղված Ադրբեջանին։ Ինչքան լարվածություն կա Իրանի եւ Ամերիկայի մեջ, մենք կուքան անպայման հարցի մեջ, որով շատ կարևոր հանդիպում կա, բայց այստեղ ուղղակի ուղերձ կա։ Ադրբեջանի կարծեք թե աշխարհակաղակական դիրքը շատ գտուրանա, շատ թուրանալու հատկապես եւ առաջացված ինչ որ համացանություններ տեղի ունենան եւ չեմ գտանցել որ վաղվա հանդիպումը համասարական հասնելու հանդիպում է, ավելի ճիշտ մեկը ինդիկատոր է, ամեն մեկում իր դիմացի գոմին փորձը պիտի փորձի ջնշը պիտի գիտնա որ ինչպեսի ուղղվածություններ պիտի գտնեն շատ կարևոր հանդիպում է անշուշտ իսկ ինչ կմնա տեսեք շատ հետաքրքրական է Հայաստանի դիրքորոշումը Հայաստանը յուրահատուկ երկիրներն է որ Նարեկ ջան հնարավորություն ունի Իրանի հետ զինավարություններ կատարել եւ նույն ժամանակ ամերիկյան գիտեք զորքը պիտի կա այստեղ զինավարություններ կատարենք որոշակի մենք ինչքան մենք հիմա ՀԲԳ-ի այդ զինավարությունն չեք մասնակցել բայց մենք վերջ այդ փաստուրը ունենք Ռուսաստանի հետ ինչպես աճող այդպիսի երկիր կա որ Ամերիկայի հետ Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ հնարավորություն ունի զինավարություն կատարելու ես չեմ աճող մեզ մի անգախ բոլորը անշուշտ ձևավորվեցավ մեր իշխանություններու հնարավորությունը չէ որ այստեղ հասուս մեր այս մանևրելու այս մեծ հնարավորություն Հայաստանի ուղղակի աշխարհակական դասավորումները մեզ այսպիսի կարևոր geopolitic թիրքի մեջ տեղավորեցին հուսամ ուղղակի մեսեջը այս մեկի Իրանեն որ հանգարց Ադրբեջանի ախորժակը չսրվի գիտեք ինչքան արիմա Ամերիկան Իրանին ջնշման դակ դեպի սեղան կհրավիրե բայց ինչ որ ցած դոգոս կա որ Իրան-ամերիկյան փախումներ տեղի ունենան անշուշտ այդ փախումները մենք չենք պատկերացնել մեծ մասշտաբի վրա ես կուզեմ հանգստացնել մեր ժողովրդին որ այդպիսի փախումներ չեն կատարվելու երբեք մենք տեսանք ամենաձանր ժամանակներում եւ Qasem Սուլեյմանին սպանվեցավ երբ Ղազեի հարցերը Իրանը ուղղակի մատուներ այդ հոկտեմբեր 7-ի այդ հարցերու ժամանակ վերջի ինչպեսի անդրադարձեր եղան ուղղակի հրավառություն էր 1 միլիարդ դոլարանոց այսինքն ոչ մեկը թող չի կարծի որ Ամերիկա Իրան այդպիսի մեծ փախման կերտան մեկը միան Իսրայելը գերազ է իսկ Իսրայելի վարչապետը գիտեք հիմա շատ ներդրության մեջ է այսօր Իսրայելի օտուժեն զովային ուժերեն ցամաքային ուժերեն հատուկ սպասարկություն են հայրորավոր սպաներ զինվորներ իրեն զենք վարդ դրած են եւ Նետանյահուի դեմ մեծ փողոքի ցույցերը սկսած են գերանան բանագեն Նետանյահուն չգիտեր ինչ պիտի այսինքն աս ֆոնի վրա շատ ստրատեգիական իսկապես շատ կարևոր արժեք ունեցող զինավարություն է հայ-իրանական զինավարությունը որ մե անպայման Ադրբեջանը պետք եղած դասերը քաղեց իզուր չէ որ Ադրբեջանը անգապ տեղը գահարված է Չերմուգի վրա կամ ինչ որ Կորիսի ուղղությամբ, բայց սահմաններու ուղղությամբ ինքը ներքին սպառման համար է այդ մեկը իսկապես Ալիևն սկսավ գարտալու երբ հասնի Իրան-Ամերիկա որոշակի մագարտակի հարաբերությունները այսինքն սկսին ինչ որ ընդհանուր հայտարարի կալ ես կգարտեմ ամենամեծ դժող Ադրբեջանը մի դիլա Ադրբեջանի աշխարհակաղակական թիրքը շատ զորավոր անգում պիտի ապրի իսկապես պիտի մեգուսանա Ադրբեջանը եւ հյուսիս հարավի արժեքը ես կգարձեմ որ բազմաթիվ անգամներ պիտի գտնաբատկվի մենք չմոռանանք Նարեկ ջան Իրանի մեջ շատ մեծ քանակությամբ գազի յուրանիումի նավթի մշակբաներ կան բաշարներ կան եւ այս մեկ անպայման պիտի Ամերիկան օգտագործի արդյոք բադահական չէ որ այսօր New York Times-ը գսե New York Times-ը շատ կարևոր հոդված կար New York Times-ը սվրդումներ մեզ փոխանցել գսե Իրանի բարձրաճան սպաները իշխանավորները մեծ ջնշում կփանեցրեն պատկերացրեք որ հասած է Խամինեի վրա այսինքն հոգեոր առաջնորդի վրա որ անպայման պետք է մենք զիջումներ ունենք որ Ամերիկայի հետ ինչ որ համացանցան հասնենք իսկ անոր փոխարեն աշուն Մեսուդ Պեզեշյանի խոսքն է այս մեկը
եւ մենք չմոռնանք արտաքին գործերու նախարար Արաքչի հայտարարությունը որ Իրանը թուրերը փաս կցկի ամերիկյան հսկա ընկերություններու Chevron-ի կամ մյուս ընկերությունները որ քան Իրանի մեջ ներդրումներ կդարեն մենք չմոռնանք Իրանը շատ մեծ ընդիր մեդաղներու մեծ բաշարներ ունի հատկապես յուրանիումի որը շատ խիստ դարիք ունի ամերիկան եւ այս բոլոր մեկ պատճառով գնա Իրանը խուսափելու անշուշտ քանի պատճառ ունի նախ խուսափելու ամերիկյան հարվածներեն երկրորդը ռեժիմը գսկա որ եթե այս անգամ եթե կոմպրոմիսի չերտա ամերիկայի հետ իսկապես իդե հարվածվի երրորդ Իրանի մեջ դիրող իսկապես ցաներ սոցիալական պայմանները Իրանի ռոմոլեական ռեժիմ այսպեսի գդրուկ քայլերու գտինե ես կգարձեմ որ այս անգամ որոշակի հայտարարության գահստին ընդհանուր համասարջան գահստին դա գիտենք մենք Ումանի մեջ անուղագի օրեն անտիբներ դեղի բյորանան Իրանը պիտի գլխավորե Արաքչին իսկ ամերիկան Վուդկոֆը ամերիկայի հadoop բանակնացը միջին արևելյան հարցերով եւ Իրանի հարցերով ես կգարձեմ այս անգամ լուրջ հենք կա որ ինչ որ բանի հաստին եւ ասկիսով գիտեք հարավային Կովկասի մեջ իսկապես ռուսական հեգեմոնիան գդրվելու է եւ ես կգարձեմ եթե Իլհամ Ալիև ճիշտ շեղվելով այս զորավարժությունների թեմայից Իրանը ուղիղ պաշտոնապես հայտարարել է որ զորավարժությունները սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն շեշտելով Իրանի եւ Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա Դուք ինչ եք կարծում, ինչու է, երբ որ նշում եք սա Ալիևին էր ուղված այս զորավարժությունը, ենթատեք սա Ալիևին էր ուղված, ինչու է Իրանը ցանկանում ցույց տալ, որ հայ-իրանական սահմանին վտանգներ չկան։ Որովհետև գիտեք, որ հյուսիս հարավի որ Իրան Ամերիկա համացանցությունը ինչ որ ընթաց կառնե դա աստված որ շուտով այս ընթաց կառնե գահստին եւ ամենակարևոր ելքն է Իրանի դեպի Եվրոպա դեպի Սևձով այսինքն Բարսի ծոցը Սևձովին գաբող ամենաաբահով ճանապարհն է Հայաստան Վրաստանը իսկ Ալիևը աշուշտ անոր յետևը թաքնված միշտ Ռուսաստանը անընդհատ գխափանան այս գործով այս ընթացքը որովհետեւ Ռուսաստանի իսկապես թիրքերը ինչպես էսի ռուսական հեգեմոնիայի գդրուկ անգում է ռուսական կոյության իմաստը կգործվի նախ Ղարաբաղի հարցը արդեն ցևոմ իրենք այսպեսի գոշ ցևով լուծեցին Ռուսաստանի կոյության իմաստները մեկն վերացավ հարավային Կովկասի մեջ եւ Իրանը շատ լավ գիտե որ Ադրբեջանը կսպասի այսպեսի հարմարակույն առիթը երբ որ դեղի գունենա Ամերիկա Իրանական փախում որ դա աստված որ դեղի չունենա կգարձեմ որ դեղի միջունա ինքը ուղղակի այդ առիթը պիտի օգտվեր իսկ Իրանը գսե որ Եթե նույնիսկ այդպիսի բան դեղի ունենա, մենք այստեղ պատրաստ ենք մեր սահմանը Հայաստանի հետ, որը շատ պատմական սահման է, 5000 տարվա սահման է, հայ բարձրական հարաբերությունը տարերու խորքեն կան, այդքան հին սահման է, եւ ոչ մեկը սահմանը չի գնար իր ուզած ցևով գդրել կամ Իրան ընդհանրապես գդրել արևմուտքեն։ Ես կգարձեմ, այստեղ Իրանի եւ Ամերիկայի մեջ որոշակի համացանցություն կա, ինչպես որ Հայաստան եւ Թուրքմենստան այս գազի պայմանագրերը, որով կփորձեն հիմա գնկվել, անշուշտ Հայաստանը ուղղակի չէ որ գիտեք Իրանը բաժանություններու դեղ դա գկած երկիր է նույնիսկ եթե մեկը հասնի մենք լավ արտույտներու թուրքմենական գազը դեղափոխենք Իրանի վրայով Հայաստան անշուշտ այդտեղ նույնպես ամերիկյան համացանցությամբ է որ ամեն ինչ կլան այսինքն ամերիկան կգարձեմ որ այս խաղերուն յետևն է ամերիկան եւ այս մեկը Ալիևը շատ լավ հասկացավ մենք իմիջիայլոց այսօր մենք չմոռնանք նախագահ Տրամփ այսօր նախագահ Տրամփն էլ ողջունեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի գնկման մոդեցման այս հնարավորությունները պատմական հնարավորությունները որ փաչ չթողնվի իսկ այսքան ճնշման դակ Ալիևը ուրիշ բան չունի նելու անպայման պիտի կա եւ Ամերիկա գարձեմ արևմտյան ամերիկյան ասինքն Գրանադայի ստանդարտներով Պրահայի մեջ ստորագրված պայմանավորությունները որ ցեկված են այդ ստանդարտներով դա պիտի կա ստորագրե ոչ թե ես կգարձեմ որ մենք ես միշտ այս տարի գցեի եթե Ալիևը ճիշտ չխաղա շատ հնարավոր է Բաքվի քարում մենք տեսնենք այս բոլոր դվյալները կան Ադրբեջանի մեջ գիտեք Ադրբեջանը բազմաշերտ երկիր է այնտեղ իսկապես դիկտատուրա է խոսքի ազատություն չկա կոռուպցիան իր ամենամեծ բարձր դրսևորումներ ունի այդքան բայթունավտանգ երկիր է որ միան բարձրապես գոժագին գողելը մնացած է Ադրբեջանի մեջ իսկ Ալիևը գիտեք աղվեց է գիտես մեկը գարձեմ որ վերջին վարքային Ալիևը մեծ դիճուններ դիտա եւ դիկա խաղաղության պայմանագիրը ստորագրե
Եվ դուք նշեցիք, որ Միացյալ Նահանգների իմացությամբ է հայ եղել այս զորավարժությունը, ինչու է դա կարևոր, որ Միացյալ Նահանգները տեղյակ լինի եւ ինչու է թույլ տվել, Իրանը հակառակորդն է։ Դե ես կգարձեմ, որ Հայաստանի Հանրապետությունը անպայման կդեղեկացնի իր հատկապես որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ես կգարձեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներուն համար երբ որ Ադրբեջանը դու գզսպես անշուշտ անուղագերը դու զսպած կլաս Ռուսաստանի ծառագշիրա Ռուսաստանի աստեյության կոլիները գտույցնես մենք չմոռանանք որ մագարձեք թե Թուրքիայի թուրքերը համաշխարհային օրեն գտույլան Էրդողանի թուրքերը դեսեք ես ցեզ քանիմը դվյալներ դա որ կփաստե որ թուրքական թուրքերը գտույլան նախտեսեն որ նախագահ Էրդողան ցերնագեց Իմամոլիի ցերպակալումը ամերիկյան կոնգրեսմենը հայտարարեց որ նախորդ դեղագացված է ասենք համասայությունը առած է նախագահ Էրդողան Թրամփի եւ վերջած մեկը ցերնարգած է ես տեսեք հիմա արդեն աս մեկը թուրություն է մենք չմոռնանք թուրքալեզու երկիրները որոնք Թուրքիան գարձեր որ իր քերիշխանության դակ են Կիրգիզստանը Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Կազախստանը, չմոռնանք անցյալ շաբաթ իրենց տեսփանատուները արդեն բացին Գիբրոսի մեջ հարավային Գիբրոսի մասին է խոսքը, Գիբրոսի հանրապետության մասին է, իսկ իրենք դեր կշարունակեն ճշմարտ հյուսային Գիբրոսը, այս առաջին շատ կարևոր բան է թուրքական տեզերու հարված է Աննանի պլանի չեզոքացումն է։ Երկրորդը տեսեք թուրքական նավերը շատ մեծ երազներ ունեն սոնդաժի, որ միջերկրական ծովի արևելյան մասերում մեջ գազի բաշարներուն դիրանային, իսկ այս մեկն էր ամերիկյան, իսրայելյան, հունական եւ նույնիսկ Թուրքիայի դաշնակիցը համարվող Կատարը համակորձակցաբար թուրքական նավերը վրընդեցին միջերկրական ծովեն, թուրքական նավերը մեկ ուղղվեցավ դեպի Սոմալի, իսկ մյուսը Սևծով, այս երրորդ Հունաստանի մեջ անցյալ շաբաթ տեղի ունեցավ շատ մեծ զինավարժություն 11 երկրներում ներկայացան, իսկ Թուրքիան չէր հավաքված։ Հիմա այնինչ դուք ասում եք, դա ինչ կապ ունի նրա հետ, որ Միացյալ Նահանգների իմացությամբ է հայ-իրանական սահմանին եղել այս զորավարժությունը։ Այսինքն ես կուզեմ ասել որ Թուրքիայի ամերիկան այդ երկիրները հիմա գործե թե Ռուսաստանի թե Թուրքիայի թիրքերը թույլատրել հարավային Կովկասի մեջ եւ բադահակայից կգարձեմ Հայաստան անպայման համատրած կլա Ամերիկայի Միացյալ Նահանգներուն հետ մեր ուժերեն վերեն անշուշտ մենք Իրանի հետ այսպիսի զինավարություններ կատարենք եւ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգներու դեղեցության մենք միան շահեգան թիրք գոմ ենք այստեղ մենք ալ Իրանն ալ ես ասին անպայման հրամեցեք Ըստ ձեզ Ադրբեջանը այս զորավարժություններից ինչ հետևություններ արեց։ Հետևություններ արեց որ անշուշտ մենք չմոռնանք հայտարարությունը Ալիևի, սա որ եթե Հայաստանը միջանց չի դար մեզ մենք գարանք Իրանով անցնենք։ Ամենամեծ հայտարարությունը այս էր, այսինքն միջանցքի կորիդորի երևակայությունը երազներ Ալիևի արդեն 7-ը ծնտած են։ Ոչ մեկ միջանց, ոչ մեկ 9-րդ գետ։ Ինքը բացի բաց հայտարարած չէ վերջերս որ մենք եթե Հայաստանը ճանապարհ չտա մենք Իրանով գանցնենք։ Դուք արդեն Իրանով գանցնիք, նորություն մեզս է։ Այսինքն հիմա դուք տեսնում եք Ալիևի կողմից հարձակվելու ինչ որ էսկալացիայի գնալու միտումներ թե ոչ։ Նարեկ ջան, ես շատ կշտկի մեր շրջապատի մեջ մայրեր, քույրեր իրենց զավակները բանակի մեջ կծառայեն եւ իրենց աչքերը միշտ վախով լեցուն է եւ հայկական որոշակի ուղղություն ունեցող մեդիա անընդհատ կկրկրե էսկալացիա այսպիսի աշխարհակաղակական իրավիճակի մեջ ոչ մեկ հնարավորություն էսկալացիայի բացարձակապես էսկալացիայի հնարավորություն չունի Ադրբեջանը երբ որ աշխարհը այսպիսի օրերում մեջ են ասի հատկապես տնտեսական ճգնաժամ գիտեք համաշխարհային բادرազմ է տնտեսական այսպիսի իրավիճակի մեջ հնարավորություն չկա այսպիսի բادرազմի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր ամեն ծառայությունությամբ գուզե այստեղ դարածքաշրջանի մեջ խաղաղություն դիրե Իրան-Ամերիկան հարաբերությունները, այսինքն դեսեք հիմա կփորձե Ամերիկան, Իսրայել, Թուրքիա մերձացում կդեղի ունենալ կփորձեր փողերը, չէ, իսկ Ուկրաինայի մեջ չի գրծավ։ Այսօր իմիջայլոց 25 միլիարդ դոլարանոց փաթեթ Անգլիան եւ Գերմանիան փած թողեցին ուկրաինական բادرազմի ուղղությամբ։ Իսկ հարավային Կովկասի մեջ ես կգործեմ էսկալացիայի հնարավորություն չկա, որով Ադրբեջանի ուժերեն վեր է արդեն։ Դե պարզապես Հասանովը զորքին զգոն լինելու ցույցում է տվել։ Ներքին սպառման համար ես կգարձեմ։ Ներքին սպառման համար է բոլորը ներքին սպառման համար է։
որովհետև իրենք կտեսնեն Իրան-Հայաստան երևի ասենք անդրադարձն է Իրան-Հայաստան զինավարություններում։ Ես կսպասեի օրինակ իրենք հագարակ կայլ թիմերին, օրինակ Ադրբեջան, Սերենք թե Պակիստան զինավարություն կդարվեր, մեկն ալ չեղավ։ Ես այդ մեկը կսպասեի, որ շուտով հապճեպ ինչ-որ ցեղական զինավարություններ կդարվեն Ադրբեջանի մեջ, Պակիստանի հետ, բայց Պակիստանն ալ հիմա նեղ դրության մեջ է, իսկ գիտեք հարաբերությունները լարված են Իրանի հետ, Չինաստանի հետ, այդպիսի Հնդկաստանի հետ, գխուսափին բոլորը։ Իսկ ես կգարձեմ, որ եթե Իրան-Ամերիկա համացանությունը դեղի ունենա, իսկապես մեր աշխարհակաղակական արժեքը բարձրանալու է։ Ես միշտ կսեմ Հայաստանը եւ Վրաստանը դառնալու են իսկապես 4 Սինգապուրի միջանցք, 4 Սինգապուրի միջանցք։ Սինգապուր եւ Սինգապուր դարձավ, որ այդ զորավարի միջանցքը Չինաստանը սկսավ իր բոլոր ավրակները դանի այդ ուղղությամբ։ Հիմա ես կուզեմ քիչ մխոսել Իրան-Ամերիկա հարաբերությունների մասին։ Եթե Իրան-Ամերիկա հարաբերությունները ինչ-որ մեկ կայլ առաջ երթան, դեռ մեծ դժվարներ պիտի լան, առաջինը Չինաստանը պիտի լա։ Գիտեք Չինաստանը ինչ աժանքինով պետրոլ կվերցնի Իրանին։ Իսկ Իրանը բարդավորված է, որ Ամերիկայի հետ համաձայնության կնա։ Տեսեք, մեզ հաջորդող 40 տարիներուն ընթացքին Նարեկ ջան աշխարհը պիտի անբան անցում գդարե դեպի ֆյուզիոն ռեակտորներու, այսինքն գերծ արևներու։ Այս 30 Իրան անբան ժամանակ հետ պիտի բայկարի։ Հիմա որ Ձևով համացանցության հաստի, որ իր ընթերքը ձախի ընդեղ ընթերքի մեջ գսի 300-400 միլիարդ դոլարանոց հարստություն կա Իրանի մեջ։ Եթե Իրանը այս սերունդը չգրնա այդ համացանցությունը կդարել, օր պիտի կա 30-40 տարի վերջ, գիտեք այդ ֆյուզիոն սիստեմը հիդրոժենի էլեկտրոնները կխփվին եւ հիլիում կառաջանան։ Գերծ արևներու սիստեմն է։ Իմիջայլոց 38 երկար դայներ ուսումնասիրություն գնեն Թուլուզի մեջ ֆրանսական, իսկ Ռուսաստանը ծրագրեն դուրս մնաց տոկամակ անոնց սիստեմ է։ Եվ Իրանը ասմեկը շատ լավ գիտե։ Չինաստանը ասմեկով շատ հետաքրքրված է չինական ընկերությունները շատ ակտիվ ձևով գերծ արևներու մասին ուսումնասիրություններ կդարեն։ Հաջորդ սերունդները մենք գնա ես ու տուն չտեսնենք այդ ներ սերունդը տոկամակերը անսպար էներգիայի աղբյուր է, որովհետև եւ շատ անվտանգ։ Անոր համար է որ Իրանը ժամանակի հետ կբայկարի հասնելու համար Ամերիկայի հետ ինչ որ համացանցան։ Հիմա տեսեք Ամերիկան եւ Իրանը իսկապես իրենց ամենադգար գերեւի վիճակի մեջ են։ Հիմա Իրանը տեսեք բոլոր իր պրոքսի ուժերը դրված է Հեզբոլլահը Սուրիայի մեջ, Իրաքի մեջ, Եմենեն հերացան, իսկ Ամերիկայի մեջ Թրամփի վարչագահի այս վերջին որոշումները տարիֆային, տեսեք Ամերիկան 2.5 տրիլիոն դոլարանոց վնասի մտցուց։ Հիմա Ամերիկայի մեջ ինչպիսի ցույցեր են մենք կտեսնենք Նարեկ ջան։ Եվ ամեն մեկը երբ մգուզե որ իրեն հերոս սարքի։ Հիմա ամենալավ պայմանները մեկը Թրամփի հերոս սարքվելու, նախ Իսրայել Գազայի մեջ բادرազմը գեցնելն է, երկրորդ Իրանի հետ որոշակի համաճարակյան հասնելն է։ Եվ այս բոլորը մեր վրա իսկապես դրականորեն ատրաստանորեն իբր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տնտեսական, մեր ապահովության եւ կգազեմ մենք խաղաղության պայմանագրի մեջ մենք շատ մեծ գործ ունենք, մենք պետք է արդյունաբերական հեղափոխություն կատարենք։ Արեկ ջան, ասես չի կարելի Հայաստանի Հանրապետությունը իսկապես խցանված է հարգերով, դուրքերով, ժողովուրդը շատ ծանր իրավիճակի մեջ է։ Եթե մենք արդյունաբերական երկրի ստատուս չանցնի, մեր ընթերքը չփանանք օդարերգրան գերություններու, մեր վերջը լավ չի լինես, ղեկավարությունը մեզ ուր կդանի։ Եվ անդրադառնանք Թուրքիայում ընթացող դիվանագիտական ֆորումին, որտեղ նաև ներկայ է Հայաստանի արտգործնախարարը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, դուք ընդհանուր հետևել եք հայտարարություններին, ելույթներին, շեշտադրումները ընդհանուր միջոցառման արդյոք ուղղված են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, թե ոչ։ Այո, ես ուշ-ուշ գեդեվի մանշուտ հանդիպում կդարձավ Ռուբին Ռուբինյանցի եւ Սերդար Կլեչի միջեւ հadoop բանակնասներու, իսկ քիչ առաջ դեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության փոխնախարար Վահան Գոստանյանի եւ Թուրքիայի արտգործնախարարության փոխնախարար Այշե Մագանի միջեւ ասկանում չեմ իշեր հայտարարություններ ես լսեցի, բոլոր ուղղված են հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ, նորմալացման ուղղությամբ, խաղաղության պայմանագրի առակացման ուղղությամբ Մենք միշտ ասав ենք Նարեկ ջան, Թուրքիան ամենամեծ շահոներն պիտի լա Թուրքիայի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի ստորագրում են, որովհետև միայն Թուրքիան օգտվելու է տնտեսական հարցերով, նույնիսկ Ադրբեջանը շատ
դուրս մնալու է, որովհետև եթե Միջին Ասիային ապրանքները դեղափոխվին դեպի Հայաստան, Թուրքիա, միջանցքը անպայման աշխատելու է, միջանցքը շատ մեծ արժեք մի դառնա։ Տեսեք արդեն մեծ հետաքրքրություն կա, ինչպես որ մեր ղեկավարն միշտ նշել Բարոն Սարգսյանը, ֆրանսիական ընկերությունները շատ մեծ հետաքրքրություն կցուցաբերեն ասողությամբ։ Ես գկարձեմ, որ այս միջանցքը պիտի շրջանցի Ադրբեջանը։ Ադրբեջանը իհատ երկար դարիներ մեջ ինքը որ ըստ դարաշրջանային process-ներն Հայաստանը դուրս ցկեց։ Հիմա գկարձեմ, որ գարկ իրն է։ Ինքը դուրս մնալու է բոլոր դարաշրջանային ձևավորվող նոր կոմունիկացիոն գաբերեն, հյուսիս-հարավեն կամ Միջին Ասիային դեպի Եվրոպա երկարացկվող ճանապարհներն վերջ-վերջո Իրանը համաչափ կհասնի Ամերիկայի հետ։ Բոլոր ճանապարհները անցնելու են Իրանով, մտնելու են Հայաստան, Հայաստանով երկգնա երկջղվի, մեկ մասը գնացի Թուրքիայով դեպի Եվրոպա, մեկ մասը Վրաստանով, Սևծովով, այսինքն ժամանակը ինքը կորոշի, իսկ այստեղ Ադրբեջանը ամենա անպարենպաստ թիրք ունի, որովհետև Ադրբեջանը սահման չունի ուղղակի ցամաքային Միջին Ասիայի երկրների հետ։ Ադրբեջանը վերջը գազից ծովն է, իսկ ծովային տրանսպորտը գիտեք անընդհատ դեղափոխվի ծախսալից է, իսկ այդտեղ ժամանակի գորուստ է եւ տրամներու գորուստ է։ Անոր համար ես կսեմ, որ մենք ամեն ձևով պետք է մեծ հույսեր գավենք Ամերիկա եւ Միացյալ Նահանգները եւ Իրանի համացանցություններում, որովհետեւ շատ մեծ օգուտներ կարող է Հայաստանը։ Իսկ Թուրքիայի համար դեսեք այս ֆորումը շատ կարևոր ֆորում է, իմիջիայլոց Եվրոմիության ընտալայման հարցերով հadoop Կոմիսարը բոյկոտեց եւ չգնաց, որովհետեւ պատճառաբանեց, որ հիմա մողլուն փանդն է եւ չգնաց, չի ներկայանալու։ Ես կգարձեմ, որ շինիչ է, ամեն ինչ նույնիսկ տանտաղ քայլերով, բայց դեպի նորմալացում իր տա հայ թուրքական հարաբերություն։ Ամենամեծ խթանը հարաբերություններու նորմալացման ակտիվացման անշուտ խաղաղության պայմանագրի ստեղծումն է։ Եթե խաղաղության պայմանագրի չստեղծվի, մենք անընդհատ մի անգահանտիվենք ռեալ ինչ որ արդյունքներու չենք հասնելու։ Թուրքիան ես կբնթեմ թե ինչեր հիմա եթե ռեալ ինչ որ պայմանագրի չլա, թուղթ չլա ստորագրված Թուրքիան չի բանալու սահման Հայաստանի Հանրապետության հետ եւ միան կմնան շփման մագարտակի եւ բարի ցանկություններու մագարտակի վրա։ Թուրքիայում այսօր Անտալիայում երկու հայտարարություն է հնչել նույն պաշտոնյայի կողմից։ Սրդար Քլչը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններ իր սահմանադրության մեջ եւ հետո արդեն հայկական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը դա Հայաստանի ներքին հարցն է, Հայաստանի ժողովուրդը եւ ինստիտուտները պետք է որոշեն ինչպես եւ երբ իրականացնեն այդ փոփոխությունները։ Նույն պաշտոնյայի կողմից ընդամենը մի քանի ժամ էլ չի անցնում այս հայտարարությունների արանքը, սա ինչ է նշանակում, ինչպես է այսպես տարբեր մեկնաբանություններ լինում, սա ինչ է նշանակում։ Տեսեք Նարեկ ջան, միշտ թուրքական պաշտոնական հայտարարությունները զգուշ են, չեն ուզել նեղացնել Ադրբեջանին։ Ես ցեդեսեմ, երբ որ Հայաստան-Թուրքիա սահմանը վերջերս փակվեցավ եւ 4 բեռնադարներ ուղղեցան դեպի Սիրիա, թուրքական արտաքին գործերու նախարարությունը բարձրավորված բացատրակիր ուղարկեց Ադրբեջանի արտաքին գործերու նախարարության եւ այս պատճառով թուրքական ընդդիմությունը փոթորգազ է, որ ինչու դուք հսկա Թուրքիա եւ Ադրբեջանին ուզեն ինչ-որ բան բացատրեք։ Երևի նույն դրամապանությամբ է։ Եվ տեսեք, որ Հական Ֆիդան եւ Ռոբիո Վեչը հանդիպեցան Ամերիկայի մեջ, նույնպես թուրքական հայտարարության մեջ ոչ մի նշում չկար, որ հարավային Կովկասի մասին ինչ-որ միտքերով փոխանակում տեղի ունեցած է։ Թուրքական պաշտոնական լրահոսը, թուրքական պաշտոնական հայտարարությունները միշտ զգուշ են ասարցերով։ Երևի Էրդողանի հատուկ հաստարարություններն են, որ չնեղացան է իր փոքր եղբոր Ալիևին։ Հա, բայց նա աղմկարից հայտարարություն է անում, օրինակ ասում է Նիկոլ Փաշինյանը նույնպես սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր սահմանադրության մեջ, իսկ թուրք-ադրբեջանական կողմի պատկերացմամբ անհրաժեշտ փոփոխությունը դա անկախության հռչակագրի խմբագրումն է։ Հիմա իսկապես այս մեկը մեր Հայաստանի Հանրապետության կողմն հետո վերջին հաշվով Նիկոլ Փաշինյանով չէ որ հարցը գլուխի գա սահմանադրական թադարան գա խորհրդարանի որոշում գա վերջը ժողովրդի հանրակրվեն
Այսինքն վերջ Թեգուս Նիկոլ Փաշինյանը սահմանությունը սերվենք թե փոխեց, այսինքն սահմանությունը վերջին հաջող ասֆալտաշուն չէ Նարեկ ջան։ Հնարավոր է վայենք սահմանությունը փոխենք եւ մենք վաղ հատկան ուժեղանանք, զորանանք, որ մեր կողմ գտնենք սահմանությունը եւ մեր արտար իրավունքները երևեն գերտանք։ Մենք հատկանալ գարչած չունանք այդ մեկին, դոգմաներ չեն սահմանությունները վերեն իջած քիրքեր չէ մեզի, ասֆալտաշուն չէ կամ սուրբ չէ։ Այսօր կփոխեց, վարի հետ կփոխեց, բայց Նիկոլ Փաշինյանով չէ որ մենք պիտի փոխենք սահմանությունը։ Հայաստանը օրենքներու երկերը ինչքան մեր թադական համագարկը խախտված է խայդարակ վիճակի մեջ է, բայց վերջի հաշվով ժողովուրդը իր խոսքը գրնա այստեղից էր, սահմանադրական թադարանը իր խոսքը գցե, իր վետոն գտնե։ Բայց նորեն գսեմ, թուրքական լրատվական միջոցները, թուրքական պաշտոնական հայտարարությունները շատ ըշկուս են Ադրբեջանի հետ կապված ամենափոքրիկ հայտարարության նույնիսկ։ Շատ միշտ անտի-ադրբեջանական ոչ մեկ հայտարարություն դուք չեք կնարդեցնել պաշտոնական լրահոսի մեջ թուրքական։ Իսկ ընդդիմություն անդադ կգնահատե Ալիևին, հաջող Էրդողան կնմանցնե օրինակ դիկտատոր Ալիևին, հաջող ընդդիմադիր ալիքները։ Հայազգի Ռուսաստանաբնակ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը մի այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման դեպքում Հայաստանը որպես պետություն կարող է դադարել գոյություն ունենալ։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում ռուսական պետական լրատվամիջոցների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի այս հայտարարությունը։ Հայ ժողովուրդը 5000 տարի է կոյադևող ժողովուրդ է, հատկանալ մեզ համար կարևոր չէ Մարգարիտա Սիմոնյանը ինչ կհայտարարի արդու, իրգուն ինչ կհայտարարի, Պուտինեն ինչպիսի հաստատություններ գարնե, կամ Լավրովյան, Լավրովն արգսեր չէ, գսեր հայտարարություն լսեցի ես Լավրովին գսեր, երբ մենք ուկրաինական ճակատի մեջ մեր գործերը դասավորենք անպայման պիտի վերանայենք մեր հարաբերությունները Հայաստանի, Վրաստանի եւ ինչ որ չափով Ադրբեջանի հետ։ Ես հատկանալ լուրջ չեմ համարել, Ռուսաստանը իր հարցերով դարված է։ Ես քիչ առաջ ասի ինչպես օրսի 25 միլիարդ դոլար արդեն փոխանցում եղած է ուկրաինական ճակատի վրա։ Ռուսաստանը թողերտա իր զինվորները գշտացնե, հյուսիս կորեացի զինվորներուն ռուսերեն խոսից սովորեցնե, որ իրենց համար գրվին։ Սին հատկանալ մեկնաբանության արժանի խոսք է Նարեկ ջան իմ կարծիքով մեկը։ Մարգարիտա Սիմոնյանը գիտեք պաշտոնական Պուտինի խոսնակն է։ Հատկապես մեզ հատկանա չէ դա գրել Մարգարիտա Սիմոնյանը ինչ կսե, ինչ չսեր, վեր ինքը գսե նա թող լսե։ Բայց նա ամեն դեպքում հայկական արմատներ ունի, ինչու է օրինակ իր հետ առնչություն ունեցող պետության մասին տենց սպառնալիքներով խոսում։ Մարգարիտա Սիմոնյանին պես նախ ես չեմ գարձել որ Մարգարիտա Սիմոնյանը լրագրող է, Մարգարիտա Սիմոնյանը ինչ որ թեղին մամուլի աշխատող է ինձ համար եւ այդպիսի ալիք որ բոլոր աշխարհում մեկ արկիլված է, բայց եվրոպական երկրների մեջ Russia Today օրինակ չի սփռվիր, փակ ալիք է, այսինքն մեգուսացած գղզի է, ինքը իր ասկինը Թավաջան է Մարգարիտա Սիմոնյանը, հատկապես Թավաջան է Մարգարիտա Սիմոնյանը ինձ համար, ուրիշ ինչ որակում դա Մարգարիտա Սիմոնյանին է։ Մեկ հատ մեծ Թավաջան, մեծ ալ չէ, մի հատ ջղջիմ Թավաջան ասենք։ Մեծ Թավաջանն ալ մեծ կոր դրած, լավ ինքը ջղջիմ է։ Բայց այնուհանդերձ կա այդտեղ ինչ որ հիմք թե ոչ նման պնդում անելու համար, որ եթե Ռուսաստանը եւ Հայաստանի հարաբերությունները վատանան, Հայաստանը կդադարի գոյություն ունենալ։ Նարեկ ջան, տեսեք ռուսական պրոպագանդա այդպիսի որ միշտ հայ ժողովուրդը վախի մեջ կբահի։ Մենք լավ հիշենք Ռուսաստանը գսե եթե մենք հերանանք թուրքերը հարձակելու են, թուրքերը ցեվ չարտելու են եւ բադահական չէ որ այսօր եթե մենք դիզենագապերտ ունենք ռուսերը մեր վրա ողբալեն կամ խճալեն չէ, այդ ուղղակի հոգեբանական ճշմարտ արդյունք է որ տեսեք եթե մենք չլանք Դարձյալ ցեղասպանությունը կդարվի։ Ռուսաստան երած գեղդոտ խաղը դակավին կշարունակի, ռուսերը մեզ չեն գնար վախցնել։ Մենք այդ վախի շրջանը անցել հայ ժողովուրդը, մենք 5000 տարվա խորքեն եկած ժողովուրդ ենք, իրենք ով են որ մեզ վախցնեն իրենց հայտարարություններով։ Եվ եթե իրենք հավատացեք, եթե իրենք օրինակ իրենց անիզյալ բազան որ 102-րդ բազակը ոչի Ռադելլա Հայաստանը մենք ավելի հանգիստ, ավելի հարմար լեզու կգտնենք արևմուտքի հետ եւ Թուրքիայի հետ։ Իրենք այդտեղ խանգարող ֆակտոր են։ Իրենց ամենամեծ վախերը մեկն է որ հայ-թուրքական մերձացում դեղ ունենա, որովհետեւ իրենք ամենամեծ դժողն են։ Նույն այդ է որ հայ-Իրան-Ամերիկայի հարաբերությունները բարելավին եւ այդպես նորեն իրենք դժելու են հարավային Կովկասի մեջ։
այս երկու հիմքերու վրա որ իրենք գխան, իսկ այս երկու բաները պարամետրերը արդեն լուրջ առաջընթաց կա, լա Իրան-Ամերիկա հարաբերությունում մեջ, լա Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեջ։ Ես կգարձեմ, թե Ռուսաստանի հայտարարությունները ավելի պիտի սրվին, ինչքան Իրան-Ամերիկա հարաբերությունները ընթաց կառնեն, մեկ քայլ առաջ կերտան, կամ հայ-թուրքական հարաբերությունները կսկսին ավելի որոշակի ցև ստանալ, ռեալ ցև ստանալ։ Ես կգարձեմ, ռուսական հայտարարությունները ավելի պիտի սրվին, ավելի ագրեսիվ պիտի դառնա Ռուսաստանը, որովհետեւ գիտենք իր վերջն է։ Դա հարավային Կովկասի մեջ։ Ինչ առումով է ավելի ագրեսիվ դառնալու։ Իր հայտարարություններում մեջ ես չեմ գարձել ոչ մեկ ինքը իր մաքսիմալը Ռուսաստանը արդեն հրավ Ղարաբաղին մեր քույրերը եղբայրները վդարեց իր մաքսիմալ գեղձողություն արդեն Ռուսաստանը հրավ իսկ ինչ կմնա գուքան խմբեր հյուսիսային փոթորիկ է հյուսիսային կամիները ինգիշեք փորձեր պիտի կատարեին հեղաշրջման բան 5-րդ չարասյունը կգարձեմ որ գրնա ակտիվանա բայց ինքը ոչ մի փողոցը իրենցը չէ հնարավոր է որ ակտիվացնեն հնարավոր է որ ինչ-որ նոր ֆիգուրը ստեղծեն իրենք աբակայի 26-ի ընդդրություններուն բայց իմ խորին համոզմամբ եւ մեր գուսակցության խորին համոզմամբ իրենք ոչ մեկ շանս չունին հայ ժողովրդի մոտ իրենք երազներու ինչ որ իրենց ցկտումներով բոլոր բادرը կանտած են հաջորդի հետ իրենց գամուրջը գրված է այրած է ավելի ճիշտ հայ ժողովուրդը ոչ մի ցևով չի վստահել այս նախկիններուն ոչ արաս ներկաներուն ասեն սևերի եւ իսուդատներում մենք այս հասկացում ենք դուրս ելնենք որ երրորդ ուղղություն կա երկրի մեջ կան նոր ուժեր կան նոր ցեղավորվող ուժեր կան ավելի ուժեր որ իրական ասկային ճիղերով ասկային պատկանելիությամբ են երկրի աբակայի մասին մտածեն երկրի արդյունաբերության մասին մտածեն տնտեսական փառքավաճման մասին իր ապահովության բարձիկները շատցնելու մասին մտածող ուժեր կան այս երկրի մեջ եւ 2026-ի մեջ կգարձեն ընդդրությունները կգարձեն որ շատ ճակատագրական դեն Հայաստանի աբակայի համար եւ Հայաստանը պիտի նա լրի նոր քաղաքական միջավայր ավելի գիրտ ավելի զուսպ ավելի գիծերը կծված Շնորհակալություն հարցազրույցի համար Ես եմ շնորհակալ